Այգեպատ գյուղի Պարուր Սևակի փողոցում ճանապարհաշինարարական աշխատանքները ըստ բնակիչների ոչ թե լուծել, այլ նոր խնդիրներ են առաջացրել։ Գյուղացիների խոսքով շինարարության ընթացքում վնասվել են իրենց տների հարակից հատվածները, պարիսպները, սալիկապատ տարածքներն ու ջրահեռացման համակարգերը։ Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ով է վերականգնելու այդ վնասները։ Բնակիչներից մեկի խոսքով իրենք տարբեր կառույցների են դիմել, սակայն հստակ պատասխան չեն ստացել։ Նա պատմում է, թե գյուղապետը եկել տեսել է իրավիճակը, բայց ասել է, որ իրավասու չէ, իսկ քաղաքապետարանից իրենց գրքին այլ կառույցի մոտ են ուղղորդել։ Էստե սաղ սենց Պարիս պայել է, սաղ օրինական ձևի։ Այն դրան դեմը սաղ սիրուն սարկած այլ է։ Եկանք հանդելու ժամանակ ասին էսի սաղ խանգարում ես, եթե խանգարում ես սաղ խանդեք, խնդիր չկա, ասի։ Այսինքն ես չգիտեի էլի, որ խանդելու են այսքան առաջ բերեն։ Խանդին դրան դեմի Պարիսը խանդին, դրան դեմի էտելացը խանդին։ Որյանի նույն տեղով առուն է տար, հիմա նայում ես առուն մի մետրից ավել եկել այս կողմ, հարց են չի, որ իմ դռանդեմը լենանում է, հարց չկա, խնդիր չկա, բայց ես չեմ ուզում իմ դռանդեմը լենան, ուզում եմ ճանապարհը լեն մնա, այսինքն իմ դռանդեմը քանդին, ինձի մոտավորապես մի քանի միլիոնի վնաս տվին, հիմա սես թողել են, ասում են դե դու սարքի, էդ եմ ուզում հասկանամ, ոնց անելու։ Ներկայացրել եք, հա, համայնքապետարանի նախագծողին բոլորին ասել եք, պատասխան մարմիններին։ Պետարանը տեղյակ է, համայնքից էլ են մարդիկ եկեն նայել են, ասել են քաղաքացիների խնդրանքը կանենք, խնդիր չկա, բայց քաղաքապետարանից եկան գնացին, դրանից հետո ոնց որ իրանք մտածել էին, որ պետք է այդ առուները գցեն, հենց նույն ձևի էլ գցին։ Եթե իմ դռանդեմի առուները չէր խանգարում, թող իմ դռանդեմի առուները թողեին, նույն ձևի առուները տանեն, իմ դռանդեմն էլ թող չքանդվեր։ Ես համաձայնվել եմ զուտ դրա նպատակով, որ հանեն նույն այս առուները իր տեղով գցեն, ես մնացած իմ ձևով բան կանեմ, կսարքեմ։ Եթե ես սաղ փողոցն էլ տեղյակ է, սաղին էլ ասել ենք, եթե մեկը մի մետր ավել է զավթե հողը, թող իր դռանդեմը քանդեն։ Ես լրիվ օրինական ձևի սաղ ոնց որ պետք է արել եմ, բայց այդքանից հետո ես համաձայնել եմ, որ սաղ դնեն քանդեն։ Հիմա ուզում եմ հասկանամ էլի ոնց ալնելու։ Այսինքն փաստացի աշխատելու պրիտոմ, սենց ասեմ, հիմիկվանից արդեն ճաքել է, արդեն ճակը տվել է, հենա, հնդից էլ նայք արդեն առուն առանձնացել է, կարաս նկարես, աղբերես, այս առուն առանձնացել է, ես եթում դու իմ պատվալ է, ես թե իմ պատվալն, այսինքն ես առվի ջուրը լսվավ է թավլի եմ տան պատվալ է, այդքան բան, իմ ժամանակահատվածը կասեք, որքան ժամանակ է, որ դուք այս խնդիրը բարձրացնում եք եւ համայնքապետարանին եւ նախագծողներին, բայց փաստացի չեն արձագանքում, խնդիրը չի լուծվում։ Մոտավորապես էդի կարող է լինի մոտ 20 օր, մոտավորապես, մենք ստե ասինք համայնքապետարանից եկան նայեցին, ասին էդի մեր իրավասության տակ չի, ասինք դե որ ձեր իրավասության տակ չի, քաղաքապետարան դիմեն, քաղաքապետարան դիմեցին կնդեից աշխատողներն եկան, նային չափին ձևին, ասին ձեր պահանջը խնդիր չկա, կանենք ընես, ոնց որ խոսքի եղել է։ Իրանք թողին գնացին, նույն ձևի ստեի չեմ անում, ով է, բրիգադիրն է, ոնց է, ասեց ընդեից պետք է ջարդարվի, ընդեից պետք է սես ջարդարվի, մի խոսքով ճանապարհը սիրուն չի լինի, դրին իրանց ուզած ձևով ոնց որ պետք էր անելու արին։ Հիմա կարող է ուրիշը մի քիչ լավ զգա իրան իր դռանդեմը մեծանում է, ես ինձ լավ չեմ զգում իմ դռանդեմը, որ լենանում է, ես ուզում եմ նույն ձևով իմ տրուբաներն է, այդքան մի բան։ Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ասի իմ բանը դռանդեմը մի քանդեք, իմ տրուբան էլ է հենա հաս տրուբա, կարակ նկարեք, այն տրուբան էլ է հաս տրուբա, երկաթն էլ է հաս երկաթ, այնպես էր որ աշխատելու էր։ Ոչ մի խնդիր։ Այն արվի մեծությունը կարակ նկարեք, այն արվի մեծությունը խոսքի ինձ այլ է, որ հերիք չի արի այս արվի ջրին, որովհետև ներքևը խոսքի հողեր կա, վարելահողեր կա, այդ վարելահողերը ջրվում է այս արվով։ Հիմա ասենք ինչ անենք, խոսքի չթողենք, ասենք գյուղացիները ջուր անեն։ Ոնց կլինի տենց, ասենք բերք են մշակում, բանն անում, ոնց կլինի տենց։ Դրա համար մեր պահանջենիա թող այս առուն հանեն կամ փոխեն, կամ տանեն տեղափոխեն, դե այդքան մի բան։ Ուղղակի զուտ անեն մեր սրտով, ասֆալտ են անում, շատ լավ բան են անում, շատ լավ բան են որոշե։ Բայց թող այնպես անեն, որ մեր սրտով էլ, եթե պետք է իմ սրտով չանեն, խոսքի չգիտեմ, էսի իմաստ չունի որ արին։ Ընդհանրապես իմաստ չունի։ Իսկ մինչ այս ռոռոկման ջրի հետ կապված ինչ-որ խնդիրներ եղել են, որովհետև գյուղացիներն այնտեղից պնդեցին, որ մինչ այս էլ կրճատումներ եւ այլն եղել են ջրի հետ կապված խնդիրներ բազում։ Ես այդ դրա հետ կապված տեղյակ չեմ, ասենք ներքևը հող չունեմ, որ ջուր անեմ, տեղյակ չեմ, բայց ասենք ինչքանով որ գիտեմ, այս առուն հերիքել է իրանց, ասենց ասեմ, վերևի ջրին հերիքել է իրանց, բայց էսի որ ոնց որ իրանք ջուրը կապեն, նույն ձևի ջուրը կապեն, չի հերիքելու։ Այդքան մի բան։ Ես ինչ որ ունեի, ինչ պահանջ ունեի, ասելու ասեցի։ Ավելին, բնակիչների պնդմամբ ճանապարհաշինության հետևանքով առաջացած որոշ խնդիրներ իրենք են ստիպված լինում լուծել սեփական միջոցներով։
բնակչի հաշվարկով միայն մոտ 22 մետր կամրջի համար անհրաժեշտ երկաթը կարող է արժենալ շուրջ 4 միլիոն 500 հազար դրամ։ Ու սա դեռ վերջը չէ։ Գյուղացիները նաև ցույց են տվել ճանապարհի եւ հարակից հատվածների վնասվածքները, պնդելով, որ արդեն ճաքեր են առաջացել։ Նրանց մտահոգում է նաև ջրահեռացման համակարգի խնդիրները։ Պուճուր են դրել, նավերն է պուճուրա դրած, որովքան համար չի, ասում ջուր հեռացման համար է։ Բլուս դրան, ասենք մեր բաղնիկների, բանի ջրեր սաղ տեղերն էլ, ասենք լսվել է, առուն գնացել է։ Հիմա որտե պետք է լսվի, պետք է քանդենք, որտե տանենք լսենք մեր բաղնիկի ջրերը, դե կանալիզացիա մենք առանձին ունենք, մենակ բաղնիկի ջրերը, որ լսվում աստեղ։ Հիմա ճանապարհը նեղացել են, ես որ դուրս կամ մենք անզգուշ պետք են, որ հարևանի ավտոյին չկեմնեմ կամ հարևան անձի չկեմնի։ Ճանապարհի նեղացումն է, մեկ էլ ոռոգման համար է ասма չի ծառայելու։ Ես չգիտեմ, էսի ոնց կլի։ Իսկ քաղաքապետարանից կամ շինարարություն իրականացնող ընկերությունից ձեզ ինչ որ Այդտեղ չեմ բողոքել, ուղղակի իմացան, որ գալու եք, դուրս եկան, որ ձեզ ներկայացնեմ ինչ-ինչոց է։ Նախ մեծ գործ արվում, որի համար շատ շնորհակալություն, դա եւ համայնքի բյուջեից է եւ կառավարության, նույնիսկ այն սովետ միության ժամանակ այս գյուղամիջյան փողոցները ասֆալտ չեն տեսել։ Բայց հիմա մեծ գործ արվում, ակուրատնի մարդիկ գործ են անում։ Այստեղ խնդիրը մեր անհամաձայնությունն էր, որ մոտարապես տեղ կա 1 մետր, տեղ կա 1 մետրից ավել, ճանապարհը նեղացել է։ Մեր խնդիրն էր, այդքան բան, որ փոխանակ լայնացվի ճանապարհը նեղացվել է։ Հիմա համապատասխան մարմինները, որ տեղյակել են, ընդառաջեն, շատ շնորհակալ կլինենք, որ լայնը լեր, ճանապարհը լայնը լեր։ Ու հետ էլ մեր ոռոգման մասնագետները, ոռոգման համակարգի աշխատող ասում են, որ սա չի ծառայի ոռոգման համար, ասեն մայր ջրատար է գնում ոռոգման։ Այստեղից մոտարապես 15-ից 20 հեկտար հողատարածք է ջրվում եւ բնակատեղիներ, տնամերձողամասերի եւ արենդային հողեր, վարձակալական հողեր։ Հիմա այստեղ այս խնդիրն է, որ վաղը միսօր եթե ներծծվեց, այդ ափսոս չի այդ մեծ գումարը, որ ներադրվում, նորից փոսեր առաջանան եւ այլն։ Մի անգամից որելներ շատ լավ կներ, էլի շատ շնորհակալ կլինենք, որ գոնե ճանապարհը մնար, էլի լայն տեղը։ Իսկ փորձել եք դիմել համայնքապետարան կամ պատասխանատու մարմնին, ինչ արձագանք եք։ Դիմել ենք, եկել են, այն ժամանակ ավելին եղեր դրված, նախագծում փոփոխություն են արել, բերել են դեպի տների կողմը ավելի իբր ընդարձակել, բայց հին տեղով, եթե տարվեր, ավելին լայն գլներ ճանապարհը։ Իսկ ձեր կարծիքով ձեր ձայնը լսելի է համայնքապետարանի կամ նույնիսկ իշխանությունների կողմից։ Դե որ ասում ենք, ընդառաջում են։ Հարցին լուծում, բայց փաստացի մինչև հիմա չի տրվել։ Դե առայժմ չէ, էլ ահագին գործեր արվել, հիմա արդյունքում նեղացվել է ճանապարհը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ բարեկեցի կլինի եւ այլն նորոգված լինի, շատ լավ գործ են անում։ Որ ասես գործ չնա, որակյալ գործ է արվում։ Բայց որ ճանապարհը նեղացվել է, այդ է խնդիրը։ Իսկ եթե այս խնդիրը այսպես էլ մնա ու չլուծվի, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Դուք ասացիք, որ դիմել եք համայնքապետարանին, իշխանություններին, բայց էականապես ոչ մի ազդեցություն չի տվել, հա, ձեր բողոքները։ Այդ ժամանակ ավելի նեղ էր ճանապարհի դրված, նախագծով փոփոխություն են արել համայնքապետարան, մի 40 հացին դրել են կողմ։ Բայց որ հնարավոր էր դնել իր նախկին տեղով, մենք նորը չենք ուզում, իր նախկին տեղը լիներ։ Ինչը խանգարում է, այդ կարող են ուղղել ավելի լայն կլներ ստացվել էլի ճանապարհը, ավելի բարեկեցիկ կլներ։ Իսկ սպասումներ ունեք կլուծվի այս խնդիրը ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, եթե վերևները իշխանությունը տեղյակել է, դրական լուծում կստանա։ Ընդհանրապես մոտ մետրից ավել նեղացել է ճանապարհը։ Դա խնդիրը, որ չեմ կարծում, որ դա դժվարություն կառաջացնի։ Տեսեք, ինչ ընտիր աշխատանք են կատարում, որակով, բարձր մակարդակով, պարզապես մեր ցավալի կողմը, որ էսի ասիկ մի քիչ այն անել էր, պարզվեց, որ նախագիծը սխալ են արել։ Շինարարներն էլ գնում են նախագծով։ Հիմա շատ լավ կլներ, հինը այստեղից գնար, որ ճանապարհը լայն մնար, թե չէ մարդիկ ընտիր աշխատանք են կատարում։ Մեր բողոքը հետևյալում էր, որ այս նավը այստեղից գնար, սենց գնար
հին ճանապարհով։ Բայց քանի որ նախագիծը տենց են արել, շինարարներն էլ նախագծով են։ Հիմա ով է մեղավոր, մենք էլ չենք հասկանում։ Բնակիչը տուժում է, այսինքն ճանապարհը նեղանում է։ Ուրիշ տեղեր ճանապարհը լայնացնում են, մեր մոտ նեղանում է։ Հիմա բանից պարզվում է, այն ներքևի մասը պիտի լայնալի, այս մեջտեղի մասը նեղանում է, մեր բախտը մեռնի։ Ես ինքը էդ ենք տուժում, հասկանալի է, ոնց։ Իմաստը սա է։ Իսկ որքան ժամանակ է որ դուք արդեն այս ձեր պահանջը ներկայացնում եք, բայց փաստացի է Գյուղխորձի լիազոր ներկայացուցիչին բերինք, շրջանից մարդիկ հրավիրենք եկանք, ոչ մի փոփոխություն չեղավ։ Ասում է պիտի դեպուտատները լսեն, ֆինանսը ավելացնեն կամ պակասացնեն, նոր գնանք այդ քայլի։ Դե ով կանի, ասեք։ Հիմա ես չգիտեմ, դուք ինչքանով կարող եք նպաստել, ես էլ արդեն սարքել են, էլ հնարավոր չի, չէ, հանեն փոխեն, չի կա։ սա փաստացի ձեր ազատ տեղաշարժման իրավունքի կոպիտ խախտում է համարվում։ Իսկ պատրաստվում եք դիմել ավելի կտրուկ գործողությունների, օրինակ դատարան կամ ավելի բարձր մարմինների։ Ես ձեր ցավը տանեմ, ես ձեր շատ հարգում եմ։ Հիմի գյուղացի նեղ վիճակում է, բերք բարիկն էլ արժեք չունի։ Գնում ենք շուկա, դեղձ է, ասում է 50 դրամ, 100 դրամ, հասկանալի է։ Հիմա դատարան էլ որ տանք պիտի փաստաբան բռնենք, պիտի դատական ծախսերը հոգանք, հետո դատարանը մենք չպիտի տանք, համայնքը պիտի տա։ Ես բնակիչը կամ այդ բնակիչը, դատավորը կսի ընկեր բնակիչ, դու ով ես, հասկանալի է, դու ղեկավար ունես, համայնքի ներկայացուցիչ ունես, թող նրանք պաշտոնական դիմեն, փորձեն նախագիծը փոխել, հասկանալի է, մենք չենք կարող այդպես բաներ անել, ցավը տանեմ։ Իսկ ձեր ձայնը լսելի համարում եք իշխանությունների կամ համայնքապետարանի աշխատակիցների կողմից։ Դե լսում են, բայց արձագանք չկա։ Հասկանալի է ոնց։ Հիմա ոնց որ ես ձեզ բողոքարկեմ կամ ասեմ ես չէ, ով է լսելու։ Նախագիծը կազմել են, շինարարները անում են, իրանց ծևած չափած դարերը կապել են մարդիկ։ Հնարավորին ամեն, նայեք ինչ շերտեր են արել, տակը գրունտը դզել են, չրչնել են, պնդացրել են, այսքան աշխատանք արել են որակյալ։ Հիմա ոչինչ նա մեղավոր, ոչ էլ մենք ենք մեղավոր, այդ նախագծողն է մեղավոր։ Հիմա նախագծողին դոր բռնենք, բերենք, պատժենք։ Նախկինում մինչև այս աշխատանքները սկսելը Արուն ռոռոկման արուն գնացել է այն երևում է իր տեղից։ Այն բետոնի կողքից։ Գնացել է այնտեղ մեծ ջրատար առույա էլ է։ Այն կողմից է գնացել։ Ոչ թե մենք ասում ենք ստեղից գնացել է հանեք երկու բան, այլ իր տեղը դնեն։ Այդքան բան։ Մեր ուզածն է դա, մեր խնդիրն է սա։ Առուն 15-ից 20 հեկտար ռոռոքում անում։ Հիմա այդ կիսախողովակներ որ դրել են, Էսի արդյոք քերիքի է ջուրը կվերցնի կանան մարդիկ օգտվեն դրանից, թե վաղը միսօր տեղաշարժ կլի, որտեղ են մեր դրած մենք մեր անձնական գումարով 50 տարի առաջ առել ենք, 5-6 մետրանոց նավեր ենք դրել, ասենք աղշատում էր, դրա տակով էր ջուրնեթում, հերիքում էր, բայց հիմա արդյոք էդի քերիքի կաղշատի, թե չաղշատի, էս է մեզ բան անում, թե չէ մեզի ինչ կա, բայց մարդիկ շատ որակով գործ են անում, մենք այդ գործից ասենք դժգոհ չենք։ Այսինքն կարող ենք ճանապարհն է նեղացած, ճանապարհի հարցն է, որ ճանապարհը նեղացրել են։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ խնդրի հիմնակարը գալիս է կառուցապատողից, հա, նախագծողից, իսկ նախագծողից։ Կառուցապատողները շատ որակով գործ են անում, ճանապարհն է նեղացրել, կիսախողովակները։ Խնդիրը գալիս է նրանց սխալ նախագծումից։ Նախագծից, սխալ նախագծից, հեչ այս մարդիկ շատ որակով գործ են անում։ Այս համարը 20 օրից ավելի աղշատում են, տոնում ենք ինչ գործեր են անում։ Դրանք շատ որակով գործ են անում, մենք իրաց գործից շատ գոհ ենք։ Մենք շատ շնորհակալ ենք։ Ուղղակի ճանապարհն է նեղացել, կիսախողովակները փոքր է դրած։ Պարզապես այս ճանապարհը որ նեղացել է այդ։ Բանի տեղը ջրատարի տեղն է սա, այս մասն, ահա։ Այսքան ճանապարհը նեղացել է, մետրից ավել նեղացել է ճանապարհը։ Հարցը դրանում է, որ ճանապարհն է նեղացրել։ Իսկ համայնքապետարանը որևէ կերպով չի աջակցում ձեզ, որ այս խնդրի լուծումը տրվի։ Համայնքի գյուղապես Մի քիչ կարող է առաջանալ, նայեք իրանց դեմը, իրանց բետոնով կամուրջը ոնց է քանդել, ցրել, բանարել, հիմա վաղը ոնց կբերեն կտնեն, թե չեն ասում խաշմերուկի բաները, կամուրջները իրանց ծրագիր մեջ մնում, իսկ տրանտեմերը իրանց
գործը չի։ Բնակիչները կարծում են, որ եթե այն պատշաճ չաշխատի անձրևների եւ ձնհալի ժամանակ, խնդիրները ավելի են խորանալու։ Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ նաեւ աշխատանքների պատասխանատուից, ճշտելով, թե որ կազմակերպությունն է իրականացնում, պես էլ չհնչեց։